FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Գիտեք, որ այս մեկ ամսվա ընթացքում հետաքրքիր մի քիչ տարբերվող խորագրով են մեր հաղորդումները, սակայն լինում են դեպքեր, որ ցանկացած խորագիր, ցանկացած բառ ինչ որ առումով իր ուժը կորցնում է։ Գիտեք, կան մարդիկ եւ ինձ համար միշտ հաճելի է, երբ լինում են նաեւ հատկապես կանայք, ովքեր կարողանում են իրենց տեսակով, իրենց ազգանունով, գենով այս աշխարհում, հայկական աշխարհում, ոչ միայն Հայաստանում, իսկապես շատ մեծ բան փոխել։ Ինձ համար այսօր իրականում շատ տարբերվող հանդիպում է եւ երբ ասում են կանայք, որոնք փոխում են աշխարհը, սա կարծում եմ հենց այս հանդիպման մասին է։ Կանայք կան, որոնք իրենց տեսակով, ծագումով, ոճով այս աշխարհին նայելու հայացքով իսկապես շատ բան կարող են փոխել ու այս աշխարհի մեջ ավելացնել մշակույթը։ Մշակույթը, երաժշտությունը, ասա այն ուղղությունն է, որը եթե շատ լինի, աշխարհն ավելի լավը կլինի։ Այս պահին ուզում եմ Էլ-Ռումում նաև ձեր անունից մեծ սիրով ողջունել Գևորգ Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ կոնցերտմայստեր, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի ուսուցչուհի Աննա Աճեմյանին։ Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ ձեզ դիմել Աննա, որովհետեւ դուք բոլոր տարիների ամենասիրելի մի քանի առումով չափանիշային, հա, եւ որպես ինտելեկտի եւ այդ գենետիկայի կրող եւ նաեւ միշտ հմայիչ կին։ Աննա, բնականաբար, հա, երբ Գևորգ Աճեմյանի անունը տարիներ, տասնամյակներ հնչում էր, մենք հասկանում էինք, որ մշակույթը սա մի տեղ է, օջախը, որտեղ որ իրականում երաժշտությունն է ամեն ինչի հիմքն ու շարունակությունը, բայց հետաքրքիր է, որ ձեր մեջ մի քիչ ուրիշ կերպ սա շարունակություն ստացավ։ Դե պետք է ասեմ, որ դեռ մանկուց ես երաժշտությունը շատ եմ սիրել եւ դա այդպես էլ պիտի լիներ, այսինքն այլ կերպ չէր կարող լինել, բայց սկսել եմ ջութակ նվագելուց, քանի որ իմ ծնողները ջութակահարներ են եւ միշտ աշակերտները գալիս էին տուն, իրենց հետ պարապում էին եւ ջութակահարների անսամբլը նույնպես գալիս էր մեր տուն, երբեմն փորձեր էին անցկացնում եւ ես փոքրիկ աթոռ ունեի, միշտ մոտեցնում էի եւ նստած միշտ լսում էի պարապմունքները, նույնիսկ նեղ մասնագիտական հարցերը ինձ շատ հետաքրքրում էին, թե ինչպես պետք է ջութակահարը պարապի, ինչպես պիտի նվագի, դա շտրիխերի վերաբերյալ էր, դա ընդհանրապես մեկնաբանության վերաբերյալ էր տվյալ ստեղծագործության։ Եվ ես մի փոքրիկ ջութակ ունեի, 8-րդական, եւ այդ ջութակի վրա նվագում էի, բայց լսողությամբ, նոտաները դեռ չիմանալով, այո։ Հետո այնպես ստացվեց, որ այսինքն իմ ճակատագիրը որոշված էր, որ բնականաբար պիտի գնայի այդ ուղիով։ Եվ երբ 7 տարեկանս լրացավ, ես ընդունվեցի Չայկովսկու անվան դպրոց բարձր նիշերով, 3 հատ 5 էի ստացել եւ որոշեցին նայելով իմ մատներին, ես հիշում եմ Տատյանա Բագրատովնան էր Հայրապետյան, այն ժամանակ, բայց տնօրենը Սերգեյ Կոստանտինովիչ Քյոսյանն էր, Տատյանա Բագրատնան ասաց. «Բալիկ ջան, մի հատ մոտեցիր ինձ, տեսնեմ քո մատները, մի հատ ցույց տուր»։ Ձեռքս դրեցի սեղանին, ասաց. «Հա, երկար մատներ ունի, լավ կլինի, որ ջութակ նվագի»։ Մի խոսքով ինձ տեղադրեցին ջութակի բաժին։ Եվ բայց տատիկներս ըմբոստացան, ուղղակի ձանձրացել էին ջութակի ձայներից ըստ երևույթին։ Զանգահարեցին Սերգեյ Կոստանտինովիչին, ասացին, որ մենք հոգնել ենք ջութակից, մի խնդրանք ունենք, փոխադրեք իրեն դաշնամուրային բաժին։ Դաշնամուրի, ահա։ Սերգեյ Կոստանտինովիչը ասաց, դե ոչ մի հարց չկա, ասաց ինքը փայլուն նիշերով ընդունվել է, մենք որ բաժինը կուզեք, այնտեղ էլ ուրեմն իրեն կփոխադրենք։
Եվ այդպես ես իմիջիայլ շատ գոհ եմ, որ դաշնակահար դարձա, եթե էլի ընտրության առջև կանգնած լինեի, նորից սա կընտրեի։ 7 տարեկանից այնտեղ որոշված էր մասնագիտությունը երեխաների եւ մենք գիտենք, որ մենք գնում ենք մինչեւ վերջ։ Այո։ Այսինքն շատ եզակի դեպքեր կան, անձամբ իմ հարազատ քույրը Մարինա Նաջեմյան, ով ավարտելուց հետո գնաց բժշկական ինստիտուտ ընդունվեց։ Բայց դրանք եզակի դեպքեր են։ Սովորաբար Չայկովսկի դպրոցը դա ճակատագրական է, եթե ընդունվեցիր, միջև վերջ գնում ես։ Եվ գիտեք, մենք մի ընտանիքի պես ենք։ Օրինակ ուրիշ դպրոցներում ովքեր երեխաները սովորում են եւ հետո բաժանվում են։ Այո, Որովհետեւ մեկը տնտեսագետ է դառնում, մյուսը իրավաբան է դառնում։ Մենք բոլորս գնում ենք կոնսերվատորիա, հետո կոնսերվատորիայից հետո ասպիրանտուրա, հետո աշխատում ենք էլի նույն վայրում։ Այո։ Կոնսերվատորիա, ֆիլհարմոնիա, օպերային թատրոնը, Սայաթ-Նովայի դպրոցը, Չայկովսկի, դա ամբողջ մի օրգանիզմ կարծես թե լինի, եւ նույնիսկ սովորելիս կոնսերվատորիայում կարող է այդ նույն վոկալիստը երեկոյան ներկայացում ունենա օպերային թատրոնում։ Այսինքն դա ամբողջ մի անոթով սնուցվող կազմակերպություններ են, որը դա անբաժանելի հիմնարկներ են։ Իսկ սա ինչքանով էր օգնում այդ մթնոլորտը, հա, ձևավորելու։ Աննա, դուք այդ եզակի նաև այդ հնարավորությունը ունեիք եւ ընտանիքում, եւ տանը, եւ միջավայրում, այսպես շատ հետաքրքիր ինչ-որ լեգենդի առասպելի նման է, երբ հիմա տեսնեմ, չէ՞, այդ միջավայրում այդ մարդկանց շրջապատում գտնվելը, որոնցից ոչ միայն պրոֆեսիոնալ առումով շատ բան կա վերցնելու։ Գիտեք ինչ, ես շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, ես ուզում եմ առանձնացնել իմ ուսուցչին Սերգեյ Սարաջանին, նա նախ եւ առաջ բացառիկ մարդ է, օժտված է ամենափայլուն մարդկային որակներով եւ որպես մասնագետ, որպես պրոֆեսիոնալ, որպես մանկավարժ, նախ իր մոտ էլ դա գեներով է գալիս, որտեղ իր հայրը Գյորգի Վարդովիչ Սարաջևն է եղել, ով հիմնադրել է Դաշնամուրային դպրոցը Հայաստանում։ Պետք է ասեմ, որ 16 տարեկանից եմ ես իր մոտ սովորում եւ ես շատ խորը գիտելիքներ ստացա իրենից, ես շատ շնորհակալ եմ իրեն, շատ երախտապարտ եմ։ Հետագայում, երբ եւ կոնսերվատորիայում եւ ասպիրանտուրայում նաեւ սովորեցի իր մոտ, ավարտելուց հետո իր ասիստենտը դարձա եւ մոտ 8 տարի աշխատեցի որպես նույնիսկ ասիստենտության տարիներին ես էլի սովորում էի ահագին, ընդհանրապես գիտեք ինչ, այդ սովորելը վերջ չունի։ Միշտ ինչ-որ բան կա, որ դա նորից քո համար մի նոր դուռ է բացում, նոր գիտելիք ես ստանում։ Բայց եթե սիրում ես, չէ՞, եթե այդ ասպարեզում դուք ես դրանով պիտի ապրես։ Շատ գուցե մասնագիտական առումով, հա, ճշգրիտ երաժշտությունը հնչեցնելը սա մեծ կարևոր արվեստ է, բայց միշտ այդ հոգին մեջը պիտի լինի։ Այո, դուք իրավացի եք, Լիլիթ, որովհետև ի վերջո մարդը նվագում է ինքն իրեն։ Կատարելու ժամանակ դու տեսնում ես այդ մարդու անձը։ Դրա համար, օրինակ, նույն ստեղծագործությունները տարբեր մեկնաբանություններ ունեն։ Նույնիսկ կարող են նույն ուսուցչի մոտ սովորած, այսինքն երաժիշտները տարբեր մեկնաբանություններով վերջում ներկայացնել ստեղծագործությունները, որովհետև ի վերջո ներդնում են իրենցը։ Դյութակարների անսամբլի հիմնադիրն է ձեր հայրը եղել, Երջանկայ Շտակ Գևորգ Աճեմյանը, բայց ինչպես կարելի է այդքան այդ լսել այդ երաժշտությունը, նշեցիք, որ նաև անսամբլի փորձերն են ձեր տանը եղել եւ ամեն դեպքում ուրիշ գործիք նախընտրել աննա։ Ես ճիշտն ասած, ինչ որ որոշեցին ծնողներս, ես ընդհանրապես մեր տանը այդպես էր դրվածքը, որ եթե ծնողները ասում են, ուրեմն իրենք լավն են ցանկանում եւ իրենց ասածը արդեն քննարկման չի ենթարկվում։ Այո, եւ ճիշտն ասած, գիտեք ինչ, երեխաները սովորաբար մեծ սիրով չեն պարապում տանը, որովհետեւ դա իրոք դժվար մասնագիտություն է, շատ դժվար։ Սովորաբար, գիտեք, մի շատ սխալ կարելի ասել կարծիք է ձևավորված հասարակության մեջ, որ երաժիշտները բացի երաժշտությունից ուրիշ ոչինչ չեն կարող անել։ Դա այդպես չի։ Որտեվ ուղեղի երկու կիսագունդը աշխատում են միևնույն ժամանակ երաժշտի մոտ, հատկապես դաշնակահարների։ Դուք գիտեք, դա մի ամբողջ մեխանիզմ է։ Եվ ուղեղ պիտի ունենաս շատ լավ,
շատ արագ պիտի կարողանաս արձագանքել ցանկացած իրավիճակներում եւ ձախ ձեռքը աչը տարբեր բաներ են անում պետալիզացիան ուղեղի բնավ եթե ուղեղ չունեցար դու չես կարող միայն էմոցիաներով նվագել ձեր հայրական ընտանիքը երաժշտական ձեր մայրը նույնպես ջութակարու է եղել եւ նաեւ ձեր ընտանիքը ձեր ստեղծած ընտանիքն էլ է երաժշտական այո դե ամուսինս Գյորգի Սարաջյանը շատ տաղանդավոր դաշնակահար է եւ ինքն էլ ուսանել է իր հոր մոտ, մեծացել է երաժշտական ընտանիքում եւ նա էլ սնվել է այդ ուրեմն միջավայրից նրա ճակատագիրն էլ կարելի ասել արդեն ի սկզբանե փոքրուց արդեն որոշված է եղել, այո հիմա ինքը դասավանդում է կոնսերվատորիայում եւ իր մոտեցումները շատ տարբերվում են, գիտեք, մյուս ես դա նրա համար չեմ ասում, որ ինքը իմ հարազատ մարդն է, ուղղակի ես տեսնելով թե ինքը ինչպես է դասավանդում, կարելի ասել միայն սեր է սերմանում ուսանողի եւ աշակերտի մեջ, ոչ մի ստիպողաբար քայլ։ Գիտեք, շատ երեխաներ կան, ես չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, բայց ուսուցչի վրիպումների պատճառով հեռանում են երաժշտությունից։ Որտեվ հիասթափությունը այս դեպքում շատ որոշիչ կարող է լինել։ Առանց այդ էլ դժվար մասնագիտություն է, պիտի փորձես երեխային ազատել այդ խնդիրներից։ Ինչպես անել, ուղիները ցույց տալ։ Դուք էլ եք ձեր բնույթով, հա, օրինակ հիմա գիտեք, ես մի քիչ խիստ եմ, ես իրպես չեմ, ինքը ավելի մեղմ է, բայց ես մի քիչ խիստ եմ, նախ ես շատ պահանջկոտ եմ։ Դա գիտեք, գեներով գալիս է նաև իմ հորից, որտեվ հայրս շատ խստապահանջ էր, նախ ինքը իր հանդեպ, հետո նոր ուսանողների, անսամբլիստների եւ նույնն էլ իմ մեջ դա անցել է։ Ես ինքս շատ պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ։ Աննա, դուք փաստորեն 2010 թվից տարվա մի հատվածը Հայաստանում եք եւ մյուս հատվածը Միացյալ Նահանգներում, բայց շատ կարեւոր է, որ երկու տեղում էլ դուք կարողանում եք իրականում հենց այս կարեւոր հիմքը երեխաների մեջ դնել։ Այո։ Դե Միացյալ Նահանգներում էլ աշակերտներ ունեմ։ Ահա։ Գիտեք, այնտեղ մի քիչ տարբեր են, դե նախ երկիրը մեծ է, պարզ է զանազանությունն էլ է շատ։ Կան երեխաներ, ովքեր ուղղակի զբաղվում են երաժշտությամբ որպես սիրողական։ Նրանք, ովքեր լուրջ են զբաղվում, դե դա չինացիների մեջ է շատ կարելի հանդիպել։ Ну, հայերի մեջ էլ ինչու՞ չէ։ Ուղղակի նրանք շատ են, դրա համար երևում են ավելի շատ։ Եվ գնում են մասնակցելու միջազգային մրցույթներին, գնում են ամերիկյան համալսարան սովորելու։ Կան տարբեր դպրոցներ, ակադեմիաներ, դե ակադեմիա կոչվում է, բայց դրանք այդքան լուրջ հիմունքների վրա չեն։ Բայց պիտի ասեմ, որ այնտեղ շատ խրախուսվում է մեր մասնագիտությունը եւ շատ հարգի է երաժիշտը, ընդհանրապես երաժիշտ հասկացողությունը, ուսուցիչ, երաժիշտ, ով կրթում է երեխային հենց երաժշտական առումով, դա շատ կարևոր է, որտեղ երաժշտությունը հղկում է մարդուն եւ իրենք շատ ռաֆինացված են լինում երեխաները, երբ մեծանում են երաժշտության մեջ, նույնիսկ եթե չի դառնում պրոֆեսիոնալ, բայց ամեն դեպքում դա իր դրական հետքը թողնում է։ Հիմա այսինքն այնտեղ ավելի շատ են զգում, կարևորում, քան այստեղ ըստ Աննա։ Գիտեք, դա իհարկե անձնավորությունից է կախված, նայած ով ինչ հետաքրքրություններով է ապրում, բայց ես այնտեղ տեսա իհարկե, որ բոլորի հետաքրքրությունը շարժվեց, երբ իմացան, որ ես այնտեղ եմ, եւ անպայման զանգեցին, գրեցին ինտերնետով, որ ուզում են գալ հանդիպել ինձ հետ եւ նույնիսկ աշակերտ ունեցա, ով հետո Կարնեգի հոլում համերգ տվեց, Նյու Յորք գնաց։ Միշտ ակնհայտ էր, որ երաժշտության երբ ուզում են գնալ, երաժշտության ուսուցիչ ակնկալում են նաեւ այդ ինչ որ հոգեբանական, այդպես ինտելեկտուալ, ինչ որ մի բարձր բան, որի պակասը գուցե կա ընտանիքում կամ ուզում են ավելի լրացնել։ Դե գիտեք ինչ, ուսուցիչը իմ պատկերացումով միշտ ծնողից հետո ուսուցիչն է եղել։ Այո։ Եվ մինչ օրս կան մարդիկ, ովքեր այդպես էլ ընկալում են, որ շատ մեծ հարգանքով, որովհետև ուսուցիչն էլ է կրթում ծնողի պես
աշակերտն։ Օրինակ գիտեք, ես ասեմ, իմ հայրս նույնիսկ մասնակցում էր անձնական խնդիրներում իր աշակերտների, գալիս էին, կիսվում էին, ասում էին ինչպես անենք, ընկերաճեմյան, այս հարցին ինչ լուծում տանք, ինքը շատ սրտացավ էր եւ կարծես իր հարազատ երեխաների հետ էր եւ ինչ հարապում եւ շփվում, շատ համեստագույն մարդ էր, համեստագույն։ Ինչ արած այդ համեստագույն բնավորությունը իրեն դե որոշ հարցերում կարող է եւ խանգարում էր, բայց Արամ Խաչատրյանի հետ իր բարեկամությունը հենց դրա հիմքում դրվեց իր համեստ լինելը։ Ուրեմն ձոն ուրախության ստեղծագործությունը դա բարդագույն ստեղծագործություն է եւ Չայկովսկու անվան դպրոցում հայրս իր մասնագիտական դասարանից հավաքել էր ջութակարների անսամբլ, 16 հոգի էին նրանք։ Եվ ուրեմն սովորել էին ձոն ուրախության ստեղծագործությունը, Արամ Խաչատրյանը պետք է գար Հայաստան եւ պիտի լսեր ուրեմն իրենց կատարումը։ Օպերային դահլիճում էր դա տեղի ունեցել եւ տեսա, որ այդ երեխաները վազվզում են բեմի վրա, ասաց, ինչ երեխաներ են, ես չեմ հասկանում։ Ասացին Արամ Իլիչ, այս երեխաները պիտի հիմա նվագեն ձեր ձոն ուրախության ստեղծագործություն։ Ասաց, ինչպես թե այս երեխաները պիտի նվագեն, ասաց, դուք հասկանում եք ինչ եք ասում։ Ասեցին, դե կնվագեն, դուք կլսեք, եթե ինչ որ դիտողություններ ունենաք, դուք կբարձրաձայնեք։ Ուրեմն փայլուն մի մարդու պես նվագեցին։ Հայրս համաձայն իր բնավորության, համեստ բնավորության պահկվել էր վարակույրի հետևում, բեմի հետևում, Արամ Իլիչը ասաց, ով է այս երեխաների ղեկավարը։ Ուրեմն պապան մոտեցավ, ասաց, գիտեք ինչ, ես ուղղակի ապշած եմ ձեր տարած եւ կատարած փայլուն աշխատանքով, ինչ եք ուզում, որ ես ձեզ համար անեմ։ Ասաց Արամ Իլիչ, ոչինչ, դուք միայն առողջ եղեք եւ իբարս մեր ժողովրդի ստեղծագործեք, մենք միայն դրանով երջանիկ կլինենք։ Դարձավ կանգնած իր մեջքի հետևում կոմպոզիտորներին, ասաց, լսում եք, առաջին մարդն է, որ ինձնից ոչինչ չի ուզում, այո։ Եվ ասաց, գիտեք, ես ցանկություն ունեմ ձեր ընտանիքի հետ ծանոթանալ։ Այդպես մեր բարեկամությունը սկիզբ առավ այդ երեկոյից հետո եւ մեր տուն գալիս էր կարծես իր տուն եւ միշտ հայրս ասում էր Արամ Իլիչ դուք ձեզ զգացեք ինչպես ձեր տանը եւ ես ճիշտն ասած ինձ երջանիկ մարդ եմ համարում նախ որ այդպիսի ծնողներ ունեմ ինչպես Գևորգ Աճեմյանն է Անահիտ Աճեմյանը այո եւ հետո որ իմ սերնդից ես միակն եմ ով Արամ Խաչատրյանի հետ առնչություն է ունեցել։ Այո։ Եվ ինքը միշտ գալիս էր մեր տուն, ասում էր դու իմ մանկական ալբոմը մյուս տարի ամբողջությամբ պիտի վերջացնես, պիտի նվագես, որովհետև Անդանցինոն էի նվագում 7 տարեկան հասակում։ Ասաց, բայց մյուս տարի դու պիտի ամբողջ ալբոմը ավարտես, բայց ճիշտ ասած ես իմ խոսքի տերը եղա, եւ երբ իրեն ներկայացրեցի ամբողջ ալբոմը մանկական, ասացի մենք հիմա գնում ենք մանկական աշխարհ խանութ։ Դա Մոսկվայում է։ Այո։ Եվ ասեց, ես քեզ 3 հատ տիկնիկ պիտի առնեմ։ Դու կընտրես որն ես հավանում։ Ուրեմն մեկը քայլող էր, ես շատ լավ հիշում եմ, որովհետև այն ժամանակ դա նորություն էր։ Այո, մյուսները ոչ, ուղղակի երկար մազերով տիկնիկներ ընտրեցի, որպեսզի հետո սանրեն մազերը։ Շատ ուրախ մենք ետ վերադարձանք։ Միշտ գնում էինք իր ամառանոցը եւ ինքը այսինքն միշտ մասնակցություն ունենում էր իմ ստեղծագործական միշտ ասում էր դե հիմա այս անգամ ինձ համար ինչ ես պատրաստել ինչ պիտի նվագես ու միշտ ամեն տարի երբ գալիս էր նվագում էի միասին гնում էինք դիտելու իր բալետները Սպարտակը Գայանեն այնպես որ երբ ինքը զանգահարում էր ասում էր Ժորը я приезжаю, ասում էի ура, парад начинается։ Եվ իրոք դա парад էր, որովհետև այդ աժիոտաժը, որ ինքը ստեղծում էր իր շուրջը, եւ ես գիտեք ինչ, ուղղակի նորից եմ ասում, երջանիկ մարդ եմ, որտեվ սեղանի շուրջ նստածները եղել են այնպիսի անվանի երաժիշտներ, իր հետ եկողները, Վերա Դուլովա, Նատալիա Շախովսկայա, Ռաստրապովիչ, Կոգան Պիկայզեն, Էդուարդ Գրաչ, այդ տեսակ մարդկանց հետ եմ ես շփում ունեցել եւ կարող եմ ասել, որ նրանք շատ հետաքրքիր եւ զրուցակիցներ էին եւ նրանց համերգները, որովհետեւ իրենք նաեւ գալիս էին համերգներով։
Բայց ինչ հետաքրքիր է դուք Աննա, նաև այն եզակի մարդկանցից եք, որ դժվարություն հետո չեք ունեցել շփման տարբեր մարդկանց հետ, երեխաներից տարբեր ոճի մարդկանց հետ ձեր բնավորության մեջ, այսինքն այդ զուտ կանացի, հա, նրբանկատությունը նաև այս կարևոր արժեքային հենքի հետ կարծես այսպես հնարավոր է եղել համատեղել։ Դուք ճիշտ նկատեցիք, ուղղակի գիտեք ինչ, ես իմ բնավորությամբ բավականին ճկուն մարդ եմ եւ կարողանում եմ տարբեր դասակարգի մարդկանց հետ նույնիսկ շփվել, պարզապես ես ունեմ լսելու ունակություն եւ կարողանում եմ մտնել մարդու դրության մեջ։ Եթե մարդը ինձ հետ կիսվում է, նույնիսկ եթե դա ինձ հետաքրքիր չէ, բայց ուրեմն պետք ունի։ Եվ ակնկալում է ինչ-որ օգնություն, ինչ-որ խորհուրդ։ Չնայած խորհուրդների մեջ ցանկանում եմ մի քիչ զգուշ լինել, աշխատում եմ ավելի ճիշտ զգուշավոր լինել, որտեղ դա բավականին պատասխանատու է։ Բայց ինչ վերաբերում է մարդկային փոխհարաբերություններին, գիտեք, հիմքում պիտի բարիությունը լինի։ Շատ բարի ձևով պետք է միշտ մարդուն վերաբերես եւ միշտ ի սկզբանե, երբ ծանոթանում եմ մարդու հետ, միշտ լավն եմ տեսնում եւ տրամադրվում եմ դրական ձևով, որտեվ գիտեք, եթե միշտ բատը փնտրես, անպայման կգտնես։ Անթերի մարդն աղգոյություն չունի։ Բայց սրանք կայացած մարդու բնորոշող գծերն են, չէ՞, հոգեբանական այսպիսի գծեր, ավելի կայացած մարդիկ են ունենում։ Այո, գիտեք ինչ, նույնիսկ ես մի դրվագ եմ ուզում պատմել, իմ գոլեգաներից մեկի տունն էի գնացել, ինձ ասացին, որ իրենց երեխաները սարսափելի անկարգ երեխաներ են, ու ասացին, եթե դու այնտեղից առանց ֆիզիկական տրավմաների դուրս գաս, այդ շատ լավ կլինի, ուրեմն շատ անկարգ երեխաներ են։ Ասացի լավ, ուրեմն գնացի այդ մարդկանց տուն, հենց այդ երեխաներին տեսա, երկու տղա երեխաներ էին, ասացի, «Էս ինչ լավ բալիկներ են», անմիջապես նկատվում է, որ իրենք շատ խելացի են եւ շատ լավ են սովորում։ Ինչ կիրթ երեխաներ են, ինչ լավ երեխա։ Այս երեխաները շշմած իրար նայեցին, որովհետև երբեք չէին լսել նման որակավորում։ Այդ Պիգմալյոնի էֆեկտը կիրառեցին։ Եվ գիտեք, ամբողջ երեկոյի ընթացքում ուղղակի իդեալական իրենց պահեցին։ Եվ դա աշխատում է, գիտեք, երբ որ նույնիսկ աշակերտին ոգևորում ես, նույնիսկ թույլ աշակերտին, որովհետև գիտեք, տարբեր են ունակություններ։ Պիտի կարողանաս ոգևորել։ Ասում ես, վստահել ու ոգևորել, այ ապրես, ինչ լավ է, ես կարծում եմ մյուս անգամ ավելի լավ կլինի։ Դա ստիմուլ է հանդիսանում, որպեսզի երեխան մյուս անգամ եւս մի քայլ առաջ գնա։ Նաև ամեն ինչ ու բոլոր ուղղություններով այսպես ծրագրել ու հասցնել է։ Ես ուզում եմ խոսել գրքի մասին, որը դուք եք հեղինակել, ձեր հոր, հա, Գևորգ Աճեմյանի, մենք շատ հաճախ առիթ ունեցել ենք ու միշտ մտածել ենք, ես հիշում եմ դեռ այն ժամանակ ռադիոյում, որ նշում էին, որ շատ կան նոտաներ, որոնք ձեռագիր են։ Փաստորեն դրանք հրատարակվել են եւ այս գիրքը, որը ես ձեզ նախապես էլ ասացի, ունի ինձ համար աշխարհում ամենագեղեցիկ վերնագիրը, հա, երկող ջութակներ, պայուսի սկրիպկի, փաստորեն դուք եք հեղինակը ռուսերենով եք, ահա։ Գիտեք, այս գիրքը միանգամից չստեղծվեց։ Ես ասեմ, որ պահը հասունացավ, որպեսզի ես ուրեմն սկսեմ դա անել։ Մենք տարբեր մարդկանց էինք դիմել, ավելի ճիշտ մայրս, Անահիտ Աճեմյանը, Իմիջիայնա պրոֆեսոր է կոնսերվատորիայի եւ վաստակավոր արտիստուհի, վաստակավոր արտիստուհի, բայց միշտ ինքն էլ այնքան համեստ Գևորգ Աճեմյանի կողքին էսպես։ Այո։ Եվ Ալեքսանդր Հարությունյանը, հայտնի կոմպոզիտոր, միշտ ասում էր Անահիտը твоя фронтовая подруга։ Ահա, այո։ Դա իրոք միշտ թևթիկունք է եղել պապային, միշտ մեջքին կանգնած, միշտ միասին հյուրախաղերի են մեկնում։ Ես գրեթե իրենց չէի տեսնում, մեծ մասամբ իրենք նույնիսկ մինչև Սախալին հասան։ Նախ ջութակարների անսամբլը շռնդալի ելույթներ ունենում ամբողջ սովետական միությունով եւ բոլոր կառավարական համերգներին իրենց էին հրավիրում, որտեվ դա նախադեպը չունեցող եւ եզակի խումբ էր։ Հիմա ինչ վերաբերում է գրքին, ուրեմն մայրս մի քանի երաժշտագետներին դիմեց, մի խոսքով այդպես թողեցինք այս միտքը, եւ մի օր ես այսպես ասպիրանտուրան ավարտելուց հետո էր, այո, դա ես Իրինա Լեոնիդովնա Զոլոտովայի մոտ էի ավարտել դաշնամուրային արվեստը,
Եվ իր հետ խորհրդակցեցի, ասացի, ինչպես եք կարծում, միգուցե ես ինչ որ գրել էի ավարտական իմ աշխատանքը դա հրատարակեմ, ասաց առաջ թույլատրում էին դա անել, բայց հիմա խորհուրդ չեմ տա։ Միգուցե ասեց վերցնես Մոցարտի կոնցերտներից մեկը, դրա մասին գրես գիրք եւ այլն։ Ասացի լավ, ես կմտածեմ։ Եկա տուն, այսպես նստեցի բազմոցին, հետո մտածեցի, որ Մոցարտի կոնցերտների մասին բավականի հմուտ եւ փորձառու երաժշտագետները արդեն գրել են։ Ես ինչով պիտի զարմացնեմ, որպեսզի նորից ինչ որ մի նոր խոսք ասեմ դրա մասին։ Հետո հանկարծ միտք եկավ, ասում ախր պապայի գիրքը մնաց։ Այսինքն ես տիրապետում էի ինֆորմացիայով, եւ ֆոտոներ կային, եւ թերթեր, ռեցենզիաներ, ամբողջ աշխարհը գրում էր այդ անսամբլի մասին։ Դրանք էլ կիրառեցի գրքի մեջ։ Նախ սկսեցի որտեղ է ծնվել, ում մոտ է սովորել, նա Բաքվում է սովորել, դեպի ասեմ, այնտեղ էլ Բաքվի ծնունդ է։ Իր մայրը Ղարաբաղցի էր, Շուշեցի էր, այո։ Եվ իմիջիայլոց գիտեք, մի շատ հետաքրքիր պատմություն կար։ Վազգեն առաջինը շատ էր սիրում պապային, միշտ հրավիրում էր անսամբլի հետ Վեհարան, եւ մի անգամ հարցրեց, ասաց. «Պարոն Աճեմյան, ձեր ծնողները որտեղացի են»։ Ասաց. «Հայրս Վանեցի է, իսկ մայրս Ղարաբաղցի»։ Ասաց. «Դե հիմա ես հասկացա ձեր գործի հաջողության պատճառը»։ Ուրեմն սա Ղարաբաղցու համառության եւ Վանեցու հետեւողականության արդյունքում ստացվել է այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք։ Եվ ուրեմն սկսեցի այս գիրքը գրել, պատկերացրեք մի ամսվա մեջ ես սա ուրեմն կարողացա վերջացնել, հետո հրատարակեցինք եւ ֆոտոներ ընտրեցինք Կոմիտաս հրատարակչությունը, սրբագրեցինք եւ այլն եւ այլն։ Եվ ումը որ տվեցի, առաջինը Զոլոտովային տվեցի, ճիշտն ասած, որպեսզի նա կարդա, ասեց, գիտես, ասեց, այնքան հեշտ է կարդացվում գիրքը։ Էդուարդ Թադևոսյանին նվիրեցի, ասաց, գիտես, ես դրել էի իմ սեղանիկի վրա, մահճակալիս կողքը, որպեսզի քնելուց ամեն օր կարդամ։ Բայց ասեց, չստացվեց, մի գիշերվա մեջ կարդացի, 2 ժամվա մեջ ասեց, կարդացի ես գիրքը։ Նախ ինչն է շատ արժեքավոր, որ շատ մեծ սիրով է գրված։ Այո։ Ամեն դեպքում նորից եկանք կարևորությանը սիրո։ Ինձ լավ ոչ ոք դա չէր անի, որովհետև նախ ես ինքս թաթախված եմ, եթե կարելի ասպես ասել, այդ ընտանիքի ամեն ինչով եւ հորս ճանաչում եմ իր բնավորությամբ, սկսած բնավորությունից, իր պրոֆեսիոնալ հատկանիշներով, ինչպիսին էր աշխատանքի մեջ, ինչպիսին էր ընտանիքում եւ այլն, եւ այդ ամեն ինչին ես քաջ ծանոթ եմ։ Այո։ Բացի դրանից ես ունեի մեծ ընտրություն եւ ռեցենզիաներ եւ ուրեմն ֆոտոներ եւ պատմություններ, ինչ որ կար իմ հիշողության մեջ եւ ամբողջ դա տվեցի գրչին։ Ինչքան կարևոր գործ։ Գիտեմ, որ ձեր մայրը հենց հիմա շատ կարևոր գործով է զբաղված, փաստորեն գիրք է գրում, ընդ որում խորագիրն է շատ հետաքրքիր, ֆոտոհուշեր, այո, ֆոտոհուշեր Արամ Խաչատրյանի մասին։ Գիտեք ինչ, միշտ ինքը պատմում էր թե բարեկամներին, թե ծանոթներին եւ բոլորը ասում են, ախր այս ամենը պետք է կամ դու ձայնագրես։ Այո, որտեվ շատ հետաքրքիր պատմություններ կան Արամ Իլիչի հետ կապված։ Եվ կամ թղթին պիտի տաս։ Ես երբ մեկնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ասաց Աննա, եթե ինչ-որ բան մոռանամ, դու էլ հիշեցրու։ Ես ամբողջ կոմպյուտերի վրա հավաքեցի տեքստը, ուղարկեցի Կոմիտաս հրատարակչություն, ինքս թարգմանեցի ռուսերեն տարբերակը։ Եվ հիմա քույրս պիտի աշխատի անգլերեն տարբերակի վրա, որպեսզի կարգին գիրք ստացվի։ Արդեն այսինքն այդ փուլում է արդեն։ Այո։ Աննա, դուք նշեցիք, որ հիմա այս իտալերեն եմ արդեն սովորել, հավանաբար, քանի որ ժյուրի անդամ եք դուք, ձեր ամուսնու հետ պարբերաբար մեկնում եք նաև Իտալիա, սրա հետ է կապված։ Այո։ Ահա։ Դե միջև կովիդը ես գնում էի եւ ինձ հրավիրում էին էլի որպես ամենամյա մասնագիտական ամեն տարի մայիս ամսին է դա տեղի ունեմ նախ առաջինը որտեղ մեկնեցի դա Սիցիլիան էր հետո մեկ այլ այդ Սիցիլիայի մրցույթը փակվեց մեկ այլ դաշնակահար կար ով իր մրցույթը արդեն ուներ Կալաբրիայում Բարեբախտաբար իրեն հաջողվում է դա պահպանել եւ այս տարի պիտի լինի 10-ամյակ, այսինքն հոբելյանական տարի այդ մրցույթի համար։
Կովիդը ընդհատեց Այո։ այդ համաճարակը։ Հետո նորից շարունակեցինք մեկնել Իտալիա եւ այս տարի էլ պիտի գնանք, նաեւ Գյորգին Սարաջան վարպետաց դասեր պիտի անցկացնի, Այո, հրաշալի է։ Փաստորեն ինքը անգլերեն պիտի անցկացնի, ես իտալերեն թարգման եմ։ Այո, իտալերեն միշտ թարգմանության Հավանաբար այդպես պիտի լինի։ Գիտեք, բավականի բարդ լեզու է։ Շատ թուրին կարծիք կա, որ ոչ հեշտ լեզու է ասում են, այդպես չի։ Չէ, եթե խորանում ես եւ տեսնում ես թե քերականության մեջ ինչ է կատարվում, դա գրագետ խոսելու համար բավականի բարդ է։ Բայց այստեղ ասեք, որ ձեր երաժշտական այս ականջը օգնում է։ Անպայման, նախ երաժիշտները շատ արագ են ընկալում լեզուն։ Հետո գիտեք, կոնսերվատորիայի սովորելու տարիներին ես ինքս ցանկություն ունեի երկրորդ լեզու, որպես իտալերենը սովորել, բայց այն տարիներին արգելված էր դաշնակահարներին կամ ջութակարին միայն վոկալիստները պիտի անցնեին իտալերեն։ Այդպես մնաց երազանք։ Նորից սերը ամեն ինչի հիմքում։ Չէ, բայց սերը ու նաև այդ հաստատակամությունը, նպատակասլացությունը, որովհետև դուք այսպես շատ հեշտ եք ներկայացնում, այսինքն առանց բարդացնելու, բայց սրանք յուրաքանչյուր ուղղությամբ այս աշխատանքը սա հսկա ջանքեր է պահանջում։ Աննա, չնայած այս ուղղությունը այսպես շատ հետաքրքիր է, բայց ամեն դեպքում, հա, կանացի հոգսեր, ընտանիք, այսքան համատեղել, զուգահեռ այդ ամեն ինչը եւ կարողանալ բոլոր տեղերում, այսպես ասած, հաջողել ու չդժգոհել ամենակարևորը։ Ձեզ միշտ այդպես եմ բնորոշում, որ մարդով երբեք չի սիրում դժգոհել։ Ճիշտ է։ Գիտեք ինչ, նախ ցանկացած խնդիր պիտի հեշտացնել։ Եվ մեր մասնագիտության պես նույնպես։ Մեր նպատակն է հեշտացնել գործը, նույնիսկ ամենաբարդ ստեղծագործությունը պիտի մտածես ինչ ուղիներ գտնես, ինչ ելք գտնես, որպեսզի դա հեշտ լինի անել։ Դրա համար իհարկե գիտելիքներ են պետք եւ բանալիներ, ինչպես պիտի այդ դռները բացվեն։ Եվ հետո ամեն ինչին գիտեք պետք է դրական տեսանկյունից նայել։ Օրինակ մարդիկ կան ամենահասարակ բանը, թե ինչպես այս գիրքը պիտի փոխադրեն մի սեղանի ծայրից մյուսը կարող են մեծ պատմություն սարքել, չէ՞։ Եվ հակառակը, մարդիկ կան, ովքեր բարդագույն խնդիրները կարողանում են հեշտ ուղիներ գտնել եւ հեշտացնել, ինչպես դրան լուծում տալ, այո։ Ես չէի ասի, որ ես շատ հեշտացնող եմ, որովհետեւ երբեմն լինում է եւ հուսահատվում եմ։ Այդ շատ օպտիմիստ տեսակը չեմ ես, չէ։ Հա։ Երբեմն լինում է հուսահատվում եմ, բայց ամիջապես հետո կարողանում եմ ինձ վերադարձնել։ Այսինքն գիտեք, ունեք ինչ-որ մեթոդներ, որ կարելի է հասկանալ, որ երբեք չի կարելի հանձնվել։ Գիտեք ինչ, նույնիսկ այն ինչ որ չի ստացվում։ Նախ ես կցանկանամ, որպեսզի բոլոր մարդիկ լինեն երախտապարտ։ Աստծուն պետք է լինել երախտապարտ եւ ստացածի, եւ չստացածի համար նույնպես, որովհետեւ մենք չգիտենք, որ մենք խնդրեցինք այսինչ բանը եւ Աստված չտվեց։ Ուրեմն այստեղ մի խորհուրդ կա։ Ուրեմն այդպես պիտի լիներ։ Պիտի կարողանալ միշտ ուրախությամբ ընդունել նույնիսկ չստացված բաներ, որովհետև մենք չգիտենք դա ինչի չստացվեց։ Միգուցե մեկ այլ դուռ պիտի բացվի։ Աննա, դուք որդի ունեք, փաստորեն ձեր ուղղությամբ չի շարունակել։ Ձեր ընտանեկան ուղղությունից շեղվեց։ Չնայած գիտեք ինքը լավ լսողություն ուներ։ Նախ սկսեմ նրանից, որ նա 91 թվի ծնունդ է։ Դա ամենածանր տարիներն էին եւ երաժշտությունը մի փոքր մեր կենցաղի պատճառով հեռացավ մեզնից, բայց ես չտեսա իր մեջ առանձնապես հետաքրքրություն, որ օրինակ տեսեք, ես ձեզ պատմեցի, ինչպես է ես ջութակը վերցնում, նվագում եւ այլն եւ այլն։ Բայց իր մեջ ես դա չտեսա։ Ինքը ավելի հումանիտար առարկաներով գնաց, կոմպյուտերը արդեն, գիտեք, արդիականներ ավելի կոմպյուտերով էին երեխաները սկսել զբաղվելու եւ մենք այսօր ունենք ճիշտ ասած մեծ խնդիր վիրտուալ աշխարհում են ապրում երեխաները։ Գիրք կարդացող չկա, համերգի գնացողները շատ քիչ են եւ գնալով ավելի պակասում է նրանց թիվը։ Մտածում են ինչի գնամ համերգի, եթե ես YouTube-ով կարող եմ լսել այդ։ Բայց
բայց մեկ անգամ ելվեց ուրիշ տպավորություն է։ Մեկ անգամ այցելելուց հետո կհասկանան, որ այդ զգացողությունը բոլորովին այլ է։ Եվ հիմա փաստորեն туриզմի ոլորտում է։ Туриզմի ոլորտում ավարտեց Սլավոնական համալսարանը։ Հիմա տարբեր մասնագիտություններով աշխատեց, նախ գնաց բանակ ծառայեց, հետ վերադարձավ, մեկնեց ԱՄՆ, այնտեղ ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսում էր իր մասնագիտությամբ։ Հիմա աշխատում է սոցիալական ապահովության, այսինքն հիմնարկ է եւ ամուսնացած է, ինքը իրեն շատ լավ է զգում այդ ոլորտում։ Ես միշտ իրեն ասել եմ, դու պիտի զբաղվես այն գործով, որը որ քեզ հաճելի է։ Յուրաքանչյուր ուղղությամբ ձեր տեսակետները կարծես այսպես այդ կարծրատիպային շրջանակից դուրս են, ու ես կարծում եմ, որ եւ այստեղ Հայաստանում եւ օվկիանոսից այն կողմ են մարդիկ, ովքեր որ հնարավորություն ունեն իրենց երեխաներին այդ շքեղությունը տալ, ձեզ հետ շփվելու, ձեր միջոցով նաև երաժշտության ասպարեզ մուտք գործելու, սա հրաշալի մի բան է։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե ես միջոց որպես հանդիսանամ երեխաներին ուղղորդել այդ գեղեցիկ աշխարհը։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, գիտեք, լինում է դեպքեր, երբ կյանքում ինչ-որ մի օր իրավիճակում դու կարողանում ես հանդիպել մարդուն ու հասկանում ես, որ քո կյանքը իրականում շատ ավելի լցվեց, որովհետև դու հնարավորություն ունեցար իր կյանքի տարբեր փուլերին վերաբերող վերլուծությամբ կամ հետաքրքիր պատառիկների մասին լսել։ Կարծում եմ, որ իրականում ես շատ ուրախ եմ, որ Աննա Աճեմյանը հիմա հնարավորություն է տալիս եւ Հայաստանում եւ օվկիանոսից այն կողմ նաեւ երեխաներին իր միջոցով երաժշտության ասպարեզ մուտք գործելը, որովհետև որևէ գործիքի տիրապետելը, երաժշտության որևէ ուղղություն քոնը դարձնելը գուցե տեխնիկապես, հա տեխնիկայի առումով շատ հնարավոր է, բայց այդ դրա մեջի ոգեղենությունը քոնը դարձնելու համար, սրա համար պետք է եզակի մասնագետներ, եւ իրականում Աննա Աճեմյանը եզակի մասնագետներից է, սա ես չէ ու նոր չէ, որ պիտի ասեմ։ Մենք զրուցում էինք Գևորգ Աճեմյանի անվան ջութակարների անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ կոնցերտմայստեր, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի ուսուցչուհի Աննա Աճեմյանի հետ։ Ասում են, որ կանայք իրականում կան, որոնք փոխում են աշխարհը։ Կանայք կան, որոնք աշխարհը փոխում են իրենց տեսակով, կենսագրությամբ, գեներով, արյան միջոցով եւ իրենց ապրած օրերով։ Եվ գիտեք, երբ այս կանայք հնարավորություն են տալիս ձեզ իրենց հետ այդ փոփոխությունների մեջ կարողանալ տարանջատել առաջնայինը երկրորդականից, սա հենց այն է, ինչ պետք է մեր ժամանակին։ Միշտ կարելի է մեծ ծրագրեր կազմել, նպատակներ ունենալ ու հանդարտ քայլերով գնալ դեպի այդ նպատակները, բայց որpիսի դու կարողանաս երազանքներ ունենալ եւ երազանքը նպատակի վերածել, սրա համար պիտի ունենաս ամուր հենք, ամուր սկիզբ ու արմատ։ Այ հենց այս ամենակարևորի մասին էինք այսօր խոսում։ Ես ուզում եմ, որpիսի մենք մեր կյանքի ընթացքում եւ դուք սիրելի հետևորդներ շատ առիթներ ունենաք այսպիսի մարդկանց հետ շփվելու։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։